Գիտեք, արդյոք որ Լոռին արդեն քանի օր է մարզպետ չունի։ Չէ, տեղյակ չենք։ Նորը կընտրեն, էլի, նորը կընտրեն, չէ, կդնեն նորը։ Ըստ ձեզ, ով կլինի մեր նոր մարզպետը եւ ինչ կարելի է ակնկալել նոր մարզպետից։ Ես չեմ կարող ասեմ, ոչ մի բան այդ չեմ կարող, տեղյակ չեմ կարող ասեմ։ Ես ում ասեմ, ինչ վստահեմ, չգիտեմ։ Տենց ակնկալիքներ չունեմ, որ ասեմ, ունեմ, չէ։ Ես չգիտեմ ում կբերեն, բայց որ բերեն շատ լավ կեղնի, մեր քաղաքը անդերության չի մատնվի, բայց ես չգիտեմ թե գնացով կա, նայած թե որ ընդդիմադիրներից կեղնի, թե մեր ղեկավարությունից կեղնի, ես չեմ կարող ասել, կուզեի, որ մեր քաղաքապետը եղնի ՔՊԱ-ականներից, Փաշինյանական, որովհետև Փաշինյանը մեր Հայաստանի պետականության համար պայքարում է, ամենաառաջի հերթին մեզ պետք է պաշտպանենք մեր պետականությունը, ես 75 տարեկան եմ եղնեմ շուտով, ես տղա երեխա էլ չունեմ, բայց ամենայն սրտով պայքարում եմ իմ պետությունը ունենա, մենք պետություն ունենանք, մենք գաղութ չդառնանք, իմ ամենամեծ երազանքն է։ Տեղակ եմ, բայց այդքան չեմ հետաքրքրում։ Հա գիտենք, որ Չունյազի ջան, բայց դեռ մենք չենք կարա, տենց մի բան ասենք, որով պետք է լինի մարզպետը։ Ոչ մարզպետը ճանաչող բան է, փախստական մարդ է, ինչ է լինի։ Որ եմ գնում, որ ճանաչ։ Կամ ինչ են անում ես համար, որ ճանաչ։ Ոչ մի։ Հազարար մի թղթի համար ահագին փող են ուզում, որտեղ ես մի տա։ Մին թարգմանելի բանը 5000 փող են ուզում։ Են ծնդականից թողել են Ղարաբաղում, հիմա 4-5 ամիս է ես չեմ կարող մեծի ստանա, վերականգնի, ինչ ասեմ, ասելու բան չկա։ Մարզպետը, նոր մարզպետը պետք է հատուկ բնակիչների ցուցումը ստանա, այդպիսի բան ոչ մի մարզպետի նկատմամբ չի արվել, հատուկ պետք է քննարկվի կարևոր հարցերը ամբողջ քաղաքով մեկ եւ հրամեցվի մարզպետին, ահա քաղաքը, որին դու մարզպետ ես եկել եւ որը պետք է կատարի այս պահանջները, որոնք ձեզ հրամեցնում է քաղաքի բնակչությունը։ Չեմ մտածել, բայց մեր Լոռու մարզպետը վերջինը լավն էր, ինքը լավ անձնավորություն է, բայց իր տեղը ով, գիտեք ինչ, ես ծանոթ չեմ տենց պաշտոնյաների հետ, ես ինժեներ եմ, էլի հասարակ ինժեներ եմ եղել, հիմա թոշակառու եմ ես, դա համար ես տեղյակ չեմ, մեկ ուրիշին հարցրեք կարող է իմանալ։ Կուզեի քաղաքապետը լեր կարգին, երկրորդը նոր մարզպետի մասին խոսեինք, մեր քաղաքը շատ աղքատ է այդ հարցով, լավ մարզպետ մենք քիչ ենք ունեցել, վերջինը ինձ դուր էր գալիս, ասվածտա լավ մարզպետ նշանակեն, նաև քաղաքապետ։ Ես տեղացի չեմ, դրա համար մարդկանց չեմ ճանաչում, ուղղակի դրա համար չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ մարզպետ չունի։ Բոլորի հետ մեր ակնկալիքն են ընդհանրապես բոլոր ղեկավարների հետ, ոչ թե մենակ մարզպետի։ Մարզպետ ունենայինք, ժողովրդի կյանքը բարելավել, ուրիշ ինչ ասեմ, Թոշակներ 10000, ոչ թե 40000, որ մարդ կայնան, գոնե ապրեն։ Նով էլի խելացին, էլի որ կային աղեկավարի, ոչ թե հենց նստենու։ Տեղյակ չեմ դրանից ճիշտ ասած, բայց նոր ինտերնետում տեսա, որ 4 մարզպետ ունեցել 7 տարի։ Որ մարզպետի լինի տենց, որ մարզը զարգանա մի քիչ, կառուցեն մաքուր պահել մեր քաղաքը, մեր Լոռու մարզը, Կանաձոր քաղաքը, Լավերդի, Սպիտակ, Ստեփանավան բոլորն է մեր Լոռին է։ Մնացածը թող լավ լինեն բոլորը, ինչ ասեմ։
Հա իհարկե տեղյակ եմ։ Ցանկալի է, ես անուններ չեմ կարողանա ասեմ, բայց ցանկալի է ավելի լավը լինի, չնայած ինքը շատ լավ մարզպետ էր մեր Լոռու մարզի համար, բայց Լոռու մարզի համար ցանկալի է, որ աշխատանքը այնպես լինի, որ ամեն ինչ եւ շինարական եւ ամեն ինչը տնտեսական, ամեն հարցերը դրական ուղու վրա լինի։ Ցանկալի է, իհարկե։ Բայց անուններ չեմ կարողանա տամ, ելի եմ ասում քաղաքականությունից հեռու մարդ եմ։ Մուզիկանտ, պոլիտիկա, նիղտ։ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը որպես այլընտրանքային խնամքի ձև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ Նպատակ ունենալով ապահովել երեխաների զարգացումը ընտանիքաբնույթ միջավայրում, իրավասու կառույցները կատարում են խնամատարության թեմայով իրազեկման հանդիպումներ հասարակության հետ։ Նոր ընտանիքներ ենք փնտրում, նպատակը հանդիպման դա է, պատմենք հաջողված դեպքերի մասին, պատմենք թե ինչքան լավ ընտանիքներ ունենք, ինչքան շատ երեխա է փրկվել խնամատարության շնորհիվ, արդեն ունենք կուտակված դրական փորձ, բավական դրական փորձ։ Իդեպ նաև այլ երկրներից են խնդրում այս փորձը պատմել, այն երկրները, ովքեր նոր են սկսել կամ այն երկրները, ովքեր ուզում են իրենց մոդելը այնքան էլ հաջող չի ստացվել եւ փորձում են վերանայումներ անել։ Առաջին փորձնական ծրագիրն իրականացվել է 2005 թվականից։ Լոռու մարզը խնամատարության առաջամարտիկներից է։ Այստեղ են ամենաշատ խնամատար ընտանիքները եւ բոլորը հաջողված։ Խնամատար ծնող կարող է դառնալ յուրաքանչյուր պատասխանատու, հոգատար եւ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացի։ Հայրենում հոգեծնող եւ հոգեզավակ արտահայտություններն են օգտագործում պատմականորեն, միշտ դարերի ընթացքում մեր եկեղեցին կարգավորել է այդ հարցերը հենց այս մեխանիզմով։ Ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ ինքը առաջին հերթին հուզական, էմոցիոնալ եւ առաքելական գործ է, առաքելություն է։ Առաքելությունը գիտակցումն է այն բանի, որ կա երեխային օգնելու խնդիր, ով խնամքի եւ հոգատարության կարիք ունի եւ որ պետք է ձևավորել անվտանգ եւ սիրով լի միջավայր։ Սա շատ լավ հնարավորություն է առաքելություն իրականացնելու։ Դուք կփրկեք մեկ կամ մի քանի երեխայի կյանքը։ Չեմ կարծում, որ որևէ բան մեզ կյանքում կարող է ավելի պարգևատրել, ավելի մեծ հաճույք պատճառել, քան փրկված երեխայի ճակատագրում դեր ունենալը։ Դուք կարող եք դա անել։ Վերցրեք այս հնարավորությունը։ Սպասում ենք ձեր զանգերին։ Խնամատար ընտանիքի ինստիտուտի իրազեկմանը ներկա անձինք բազմաթիվ հարցերի միջոցով ստացան իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերի պատասխանները։ Տեխնացու խնամատար ծնողների համար կիրականացվի անվճար վերապատրաստումներ, իսկ երեխային խնամելու ընթացքում մասնագիտական խորհրդատվություն, ուղղորդում եւ աջակցություն։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Վիկտորիա Դեմիրխանյանի եւ Նունիկ Հակոբյանի ընկերությունը սկսվել է դեռևս ուսանողական տարիներից, երբ վերջինս Զանգեզուրից եկավ Վանաձոր ուսանելու։ Այժմ գեղանկարչուհիները միասին ներկայանում են անցած տարիների ստեղծագործական աշխատանքների համատեղ հաշվետու ցուցահանդեսով։ Սովորեցինք, ավարտելուց հետո ճակատագրի բերումով Նունիկը ամուսնացավ Կիրովականը, Վանաձորում, եւ մեր ընկերությունը շարունակվեց։ Եվ այս տարի 50 տարին է մեր ընկերության, եւ որոշեցինք, որ այսպեսի ցուցահանդես կազմակերպենք։ Վաղուց էս միտքը կար, բայց երբ մտնում էի արժե թե չարժե, բայց որ արձագանքները տեսա, ոգևորվեցի, իսկ ինչու ոչ։ Իմ գոլեգաները բոլորը ինձ ոգևորեցին եւ ես սիրով կազմակերպեցի այս միջոցառումը։ Ոլորտում որևէ մարդ, որպեսզի կայանա եւ նորմալ մասնակից դառնա, երկար տարիների տեխնոլոգիական աշխատանք եւ չարչարանք է պահանջում։ Բայց ընկեր Հակոբյանի եւ ընկեր Դեմիրխանյանի մոտ դա ստացվել է եռակի։
Նրանք ինչպես բնավորությամբ, այնպես էլ իրենց ստեղծագործական յուրահատուկ ոճով տարբերվում են միմյանցից։ Սակայն երկուսն էլ գույների միջոցով կտավին են փոխանցում ստեղծագործելու պահին ունեցած տրամադրությունը։ Վիկտորիա Դեմիրխանյանը հիմնականում սիրում է նկարել նատյուրմորտներ, դիմանկարներ, ունի նաև կոմպոզիցիոն աշխատանքներ։ Բազմաթիվ գործեր են ցուցադրված, որից մոտ 30-ը կտավի տեսքով։ Նատյուրմորտների մեջ ծաղիկներ եմ սիրում, բայց շատ սիրում եմ դաշտ ծաղիկներ։ Երիցուկներ, կակաչներ, նկարում եմ դեկորատիվ սափորներ, ապակե տարայի վրա, շշերի վրա, դա ուղղակի դեկորատիվ նմուշներ են, որոնք սարդարում են մեր շրջակայքը։ Ամեն մի նկարի մեջ կա ինչ-որ մի ժամանակաշրջան հիշեցնող մի պատմություն, մեր կյանքի ուղին է, անգամ ունեմ մի նկար, որը կոչվում է մութ ու ցուրտ տարիներ, որը ես նկարել եմ երկրաշարժի տարիներին, տարբեր ժամանակաշրջաններ եւ տարբեր հուզմունքներ։ Նունիկ Հակոբյանի գործերի մեջ առանձնացող են կինն ու գինին, տիրամայրը մանկան հետ, ռոք երաժշտության աշխարհում եւ այլն։ Նրա համար որպես ներշնչանք կարող է հանդիսանալ երաժշտությունը, որպես օրինակ Ազնավուրի մնա երգի ժամանակ ծնված նկարն է։ Նա հարթ մակերեսներ չի սիրում է նկարել ռելիեֆային նկարներ։ Իմ գույները վառ գույներ են, որտեղ ես ինքս էությամբ վառ մարդ եմ, էլի զանիզուրից եմ, կրակի կտոր։ Ես օգտագործում եմ իրոք ամենապայծառ երանգները, որտեղ իմ ներսում են այդ երանգները։ Ես նկարելու ընթացքում չգիտեմ կհավատաք թե չէ, ես էներգիա եմ ստանում, ես ուրախանում եմ, ու այդ ուրախությունը իմ գույներով արտահայտում եմ։ Իմ ջրաներկ աշխատանքները տարբերվում են, որովհետև գլուխս չգովամ եւ կամ գովամ էլի չէ։ Այդ տեխնիկան իմն է, ինքս եմ հորինել։ Ու բավական հետաքրքիր մի աշխատանք է ստացվում, որովհետև ամբողջ աշխատանքը սպիտակ ցանցի մեջ շրջապատված մեծ էֆեկտ է տալիս։ Ցուցահանդեսի ընթացքում հագուստի ցուցադրությամբ հանդես եկան գեղանկարչուհիների սաները։ Նրանք ներկայացան հայկական զարդանախշեր, հինը նորովի եւ տոնական զգեստների հավաքածուներով։ Գունային ու ոճային յուրահատկություն ունեցող այս ցուցահանդեսը կգործի 1 ամիս։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Ամրան առաջին օրն է, մանուկների օրն է, պաղպաղակ ենք ուտելու, ուրախ եկելու, պարելու, չէ որ հունիսի մեկն է, մանուկների մեր տոն է, այսօր տոնն է, օրն է մեր, եկեք պարենք ու երկենք, խաղաղություն են ուզում, մանուկները աշխարհի, որ միշտ ապրենք մենք խաղաղ ու միշտ տանք մենք իրար։ Վանաձորում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեց Հայքի հրապարակից։ Մանուկների տոնական տրամադրությունն ապահովելու համար Վանաձորի համայնքապետարանը հրավիրել էր ծիածան երաժշտական խմբին, որոնք ներկայացան համերգային ծրագրով։ Խաղավարներն ու հեքիաթի հերոսները տոնից անպակաս էին։ Ցանկանում եմ շնորհավորել մեր փոքրիկներին, իրենց ծնողներին, մաղթում եմ միայն ու միայն պայծառ լուսավոր ապագա, թող անհոգ մանկություն ունենան մեր փոքրիկները եւ մենք որպես ծնողներ եւ մեծեր նպաստենք մեր երեխաների համար ավելի բարենպաստ պայմաններ, ավելի հզոր համայնք, որտեղ կշարունակեն արարել եւ ստեղծագործել մեր փոքրիկները։ Երեխաներին բաժանվեցին փուչիկներ, պաղպաղակ ու գունավոր կավիճներ։ Փոքրիկները, ինչու՞ չէ նաև մեծերը, հնարավորություն ստացան ազատ ստեղծագործելու եւ կավճանկարչության միջոցով Հայքի հրապարակը վերածվեց մանկական նկարչական արվեստանոցի։ Ինչ ես նկարում, փուչուկ։ Սիրտիկ Էրիկ ու Ռայա։ Ես եմ ես մամաս։ Ախլիլը երջանի գաղնեն ուրան մի ցանկությունները երկար են։ Որ առողջ լինել։ Երեխաների տոնն է եւ բոլոր երեխաները շատ ուրախ են լինելու, որովհետեւ այսօր տոնն է։ Ու հունիսի 1-ը այդ ամռան առաջին օրն է։ Գեղեցիկ օր է երեխաների համար։ Я так люблю очень, да. Несокрещенца, она очень, да. Ձյան պես ջերմակ, ջինջ ու մաքուր
թող որ երկիրը խաղաղ լինի, թող որ լռեն բոլոր զենքերի ձայները եւ տուն դառնան մեր զինվորները։ Թող միշտ չպտան, թող լավ սովորեն եւ իրենց ծնողներին չջղայնացնեն։ Ցանկանում եմ նրանց խաղաղ երկիր եւ ուզում եմ, որ այլևս պատերազմ չլինի։ Մեր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ։ Եվ որպես Իվանաձորի տարբեր թաղամասերում բնակվող փոքրիկները անմասն չմնան տոնակատարությունից ու հյուրասիրությունից, Բոհեմ կամերային թատրոնի բրեմենյան երաժիշտները շրջիկ ներկայացումով հանդես եկան համայնքի տարբեր թաղամասերում, մանուկներին տոնական տրամադրություն փոխանցելով իրենց իսկ բակերում։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։